Առաջին ալիքի ուղիղ եթերում առավոտ լուսոն է։ Վերջին շրջանում երեխաների եւ դեռահասների շրջանում շատ է տարածվել կարճատեսությունը եւ սա արդեն ոչ միայն ակնաբուժական խնդիր է, այլև համարվում է համաշխարհային առողջապահական ոլորտի գլխավոր մարտահրավերներից մեկը։ Եվ հենց այս թեմայով մենք մեր հաղորդավարական անկյունում, հարցազրույցային անկյունում այսօր զրուցելու ակնաբույժ միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամասյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս, Բժիշկ Բեկիրսկա, սա իսկապես այսպես է։ Այսինքն մեծ խնդիր է եւ մարտահրավեր աշխարհի համար։ Իրականում պատկերացրեք քանակը իրոք ավելացել է, քանի որ մենք գիտենք բոլորս դարձել են գadgetային կյանքով ապրող մարդիկ, նամանավանդ երեխաները, հիմա արդեն դպրոցական ծրագրերում են ներառվում հեռախոսի միջոցով դասընթացներ եւ այլն, եւ դրանից ոչ ոք չի կարող զերծ մնալ։ Չնայած նախկինում էլ եղել են շատ դեպքեր, շատ հնարավոր է շրջաններում մի փոքր այսպես չհետազոտված, չհայտնաբերված կարճատեսություններ, ասենք մենք գիտենք, չէ, բարդույթները երեխաների շատ դեպքերում ծնողներից նախկինում էլ թաքցրել են, որ խնդիր ունեն, լավ չեն տեսնում, եւ կա երկրորդ խնդիրը, որ երեխային թվացել է, որ բոլորը այսպես են տեսնում։ Եթե պատահմամբ նստել է, ասենք գրատախտակին մի փոքր ավելի մոտ նստարանին, շատ հնարավոր է, որ չի էլ նկատել։ Եվ հիմա մի ուրիշ ծուղակ էլ կա, նախկինում հեռուստացույցերը փոքր էին, եւ երբ որ երեխան մոտենում էր քիչ-քիչ հեռուստացույցին, ծնողը արդեն ենթադրում էր, որ ուրեմն տեսողական խնդիր կա։ Հիմա էկրանները մեծ են եւ այդ խնդիրն էլ չունենք։ Դրա համար շատ ավելի այսպես պրոֆիլակտիկ ստուգումները տարին 1-2 անգամ հնարավոր է հայտնաբերեն շատ ավելի մեծ քանակությամբ կարճատեսներ։ Իհարկե մեր գadgetային խնդիրները այսպես հա ձեռքի մի քիչ ավելի մեծ էկրանով հնարավոր է ավելի վնասակար խնդիրը քիչ լինի, քան փոքր հեռախոսինը, որովհետև երբ որ փոքր հեռախոսի այդ նույն 30 սանտիմետր տարածության վրա մենք շատ ավելի ենք լարում, իհարկե շատ ավելի արագ են բացահայտվում այդ խնդիրները եւ ավելի շուտ են ի հայտ գալիս։ Եթե լիներ, ասենք, մեկ ուրիշ կյանքի ոճ կամ ուրիշ խնդիր, նույն, ասենք, դպրոցի դասարանի երեխան ապրում է շրջանում, անընդհատ ազատ ժամանակ նայում է հեռու, սարեր, ծառեր եւ այլն, քաղաքի երեխան անընդհատ հայացքը հառած է դիմացի պատին, դիմացի շենքին, բակ քիչ են դուրս գալիս եւ անընդհատ այդ 30 սանտիմետր գտնվող հեռախոսի կախարդական, մոգական դեպի աշխարհ պատուհանին։ Իհարկե զրկել դրանից իրենց չենք էլ կարող։ Այսինքն ստացվում է, երբ մենք դադարում ենք հեռուն նայել, աչքն էլ որոշում է, որ կարիք չկա հեռուն տեսնելու, եթե փորձենք փոխաբերել։ Աչքը որոշում է անընդհատ լարված մնալ, աչքի ներսում գտնվում է շատ հետաքրքիր կառույց է, ես միշտ նշում եմ, որ կարծում եմ, որ դա ամենա այսպես կատարյալ մեր օրգանիզմի այսպես կառուցվածքն է, որը ունի բեկող ուժեր մի քանի։ Խոսենք ոսպնյակի մասին։ Ոսպնյակը դա այսպես թափանցիկ եւ կլոր ջրի կապակի է, բոլորիս աչքում տեղադրված անատոմիական կառուցվածքը այդպես է, մենք ծնվում ենք 20 դիոպտրիա այդ ջրի կապակիով։ Երբ որ մենք նայում ենք հեռուն, ինքը բարակ ցիլիար այսպես մկանից կապված է թելիկներով։ Երբ որ նայում ենք հեռուն, ինքը այսպես ձգվում է, մենք տեսնում ենք հեռուն։ Երբ որ նայում ենք մոտը, թելիկները թուլանում են, դառնում է +23-ի կարգի եւ մենք տեսնում ենք այդ խոշորացույցով մոտը։ Ուրեմն ամեն վայրկյան նա աշխատում է։ Երբ որ մեր հայացքը անընդհատ հառած է այդ 30 սանտիմետրին, մնում է լարված այդ մկանը եւ սկսվում է կեղծ կարճատեսության սկիզբ լարվածության տեսքով մկանի լարվածություն։ Այդ շրջանում սկսում է տեսողությունը վատանալ, բայց հնարավոր է դեղորայքային վիտամինային բուժումներով ետ բերել եւ չդառնա, որ պիտի լինի արդեն կեղծ կարճատեսություն, հետո իրական կարճատեսություն ու այսպես տարիքի հետ աճի, որովհետեւ մեր թեման երեխաներն ու դեռահասներն են, այստեղ ամենա այսպես թաքնված քարերից մեկը նա է, որ իրենք աճում են եւ իրենց ֆիզիկական աճը համընթաց է իրենց կարճատեսության աճին։ Կարճատեսությունը եւս աճում է տարիքի հետ, եթե սկսվի։ Որովհետեւ ակնագունդը սկսում է կոմպենսատոր փոփոխել իր այդ բեկումային այդ բոլոր միջավայրերը եւ հետին պատը սկսում է երկարել։ Առաջնային եւ հետին պատի երկարության պատճառով կարճատեսությունը իհարկե ավելի է զարգանում եւ պատճառները կարճատեսության դեռահասների մոտ մինչեւ հիմա իհարկե վերջնական այսպես մեխանիզմները հայտնաբերված չեն, բայց մի քանի հիմնակետերից ֆիզիկական աճն է, տեսողական ծանրաբեռնվածությունը եւ մի փոքր գենետիկ նախատրամադրվածությունը ծնողների կողմից։ Այսինքն այդքան պարզ չէ, որ գadgetները հիմա շատ են օգտագործում դրա համար է։
Այդ իմ ասած մոտիկի աշխատանքը մի փոքր ավելի արագացնում է այդ խնդիրը, բայց եթե ասենք երեխան ունի 2 ծնող ովքեր ունեն կարճատեսություն, իհարկե նա գadgetով լինի առանց գadgetի, իհարկե հավանականությունը փոխանցելու ավելի շատ է։ Որ տարիքում է կանգնում, այսպես ասած, աճը կարճատեսության եւ արդյոք տարիքային գործոն կա այստեղ։ Իհարկե կա, տեսեք, եթե մինչև 18 տարեկան համարվում է այսպես աճում են դեռ երեխաները, 18-ից հետո հիմնականում աղջիկները ձևավորվում են 16-17-ում, չէ, տղաները դեռ 18-19-ում հնարավոր է մի փոքր ֆիզիկական աճ լինի, ո՞ր են քաշում։ Ես միշտ ծնողին ասեմ, տաբատը կարճացել է երեխայի, այսպես զարմացած ինչ կապ ունի, որովհետև հիմնականում երեխաները ամռանը, ասենք, արձակուրդի ժամանակ, չէ, դպրոց գնում ենք սեպտեմբերին ու տեսնում ենք, վայ, ընկերները բոլորը բոյովացել են, նամանավանդ տղաները մի քիչ ավելի ուշ քան աղջիկները։ Ուրեմն այդ դա համընթաց է կարճատեսությունը իրենց ֆիզիկական աճի հետ։ Դրա համար հիմնականում մինչև 18-ը հետևում ենք երեխաներին, եթե կես տարվա ընթացքում աճ չի արձանագրվում, 18-ից կարելի անգամ կատարել լազերային շտկում։ Անգամ այդպես։ Իհարկե։ Վիճակագրորեն նաև սեռային տարբերություններ կան, օրինակ աղջիկ երեխաների մոտ ավելի հաճախ հանդիպի կամ տղաների, թե դա բացարձակ չկա, չէ, չի պայմանավորվում։ Միակ տարբերությունը, որ ասի աղջիկների մոտ աճը ավելի շուտ է կանգնում կարճատեսության։ Եթե չհետևեն ծնողները երեխաների վատ թարացող տեսողությանը, բացի բուն կարճատեսությունից կամ միոպիայից, ինչպես ավելի ճիշտ բժշկական կոչում եզրույթով ասենք, ինչ այլ խնդիրների կարող է սա հանգեցնել։ Տեսեք, կարճատեսությունը ինքն իրեն, քանի որ ես արդեն 25 տարի կատարում եմ լազերային վիրահատություններ, բայց նայում եմ եւ երեխաներին եւ մեծերին, նախկինում միայն մանկական եմ եղել շատ վաղուց 20 տարի առաջ, երբ որ ծնողին ասում ենք, որ երեխան ունի կարճատեսություն, դա այսպես ոնց որ դատավճիռ լիներ։ Իսկ ինչ պիտի անենք, ակնոց կամ կոնտակտային ոսպնյակ եւ վերջ ամբողջ կյանքի ընթացքում։ Հետո Փառք Աստծուի հայտ եկան արդեն էս էքսիմեր լազերային վիրահատությունը, դու ծնողին ասում ես, եթե հետևենք աճը դադարի, կարող ենք շտկել եւ ինքը զրկվի ակնոցից եւ ապրի լիարժեք կյանքով։ Ուղղակի ծնողի չհետևելու պատճառով հնարավոր են ցանցաթաղանթում խնդիրներ, հնարավոր են բաց թողնենք շատ ավելի արագ պրոգրեսիվող կարճատեսություն, որը կարող է, եթե 1 տարվա ընթացքում 1 դիոպտրիայից ավել է լինում կարճատեսության աճը, դա համարվում է այսպես ոչ բարենպաստ խնդիր, եւ այդ դեպքում կան միջոցներ, որոնք մի փոքր ավելի կանգնեցնում են այդ աճը։ Բայց հիմա խնամված են երեխաները, պատկերացրեք, նամանավանդ դպրոցում, ես միշտ այդ օրինակը բերում եմ, նամանավանդ մաթեմատիկայի ուսուցիչները, որովհետև երեխաները թվերը արտագրելիս, ասենք ստուգողականի ժամանակ, 8-ի փոխարեն 3, 5, հա, նման են այդ թվերը, ու ծնողը, ասենք թե իմանում է ուսուցչից, ահա զանգում է ուսուցիչը։ Լավ չի տեսնում։ Հա, լավ չի տեսնում երեխան, կամ արտագրումա կողքինից անընդհատ, այնինչ լավ սովորող երեխա է, բայց ինչի արտագրում, ուղղակի լավ չի տեսնում գրատախտակից։ Ամեն դեպքում ցանցաթաղանթը, ես ասեցի, չէ, առաջնային ու հետին պատը աճում են համընթաց, եւ այդ հետին պատի ամենակարևոր մասը ցանցաթաղանթն է։ Երբ որ ինքը ավելի ձգված է, եթե կարճատեսությունը ավելի մեծ է, հնարավոր է ցանցաթաղանթի ունենանք պատրվածքներ եւ իհարկե այսպես բարդ խնդիրը, որ կարող է առաջանալ կարճատեսի մոտ, դա ցանցաթաղանթի շերտազատում է։ Դրա համար ամեն անգամ պիտի բիբը լայնացնել, ստանալ ռեալ կարճատեսության չափը, որտեղ ես ասեցի, չէ, այդ մկանը լարվածության հաշվին կարող է կեղծ կարճատեսություն էլ ավելացնել իրական թվին։ Չնայած բալիկները շատ դեպքերում չեն սիրում բիբ լայնացնել եւ այլն, բայց դա առաջինը եւ բուժիչ էֆեկտ ունի եւ երկրորդը պարտադիր պիտի անջատվի այդ մկանի լարվածության գործոնը եւ ցանցաթաղանթի վիճակը երևա։ Ամեն դեպքում գadgetներից խուսափել երեխաները չեն կարող։ Կան ինչ-որ հատուկ մեթոդներ, ժամանակի սահմանափակում, հեռավորության սահմանափակում եւ այլն, որոնք կարելի է խորհուրդ տալ ծնողներին։ Իհարկե կա 20-20-20-ի այդպես օրենքը, հա, 20 րոպե աշխատելուց հետո 20 վայրկյան հանգստանալ եւ նայել մոտ 20 մետրից ավելի հեռու գտնվող առարկաների։ Դա կլինեն սարեր, ծառեր, այսպես պատուհանից ինչ որ կերևա։ Իհարկե, այսպես երեխային 20 րոպեն հետևել մի քիչ ավելի դժվար է, բայց եթե ինքը ասենք թե չգիտեմ, պիտի մուլտֆիլմ դիտի, շատ ավելի լավ կլինի, հիմա բոլորի մոտ հեռուստացույցեր ունեն այդ նույն, ասենք թե ալիքները չունեն, ունեն ասենք ինտերնետային հնարավորություն քաշելու, նայելու, ավելի լավ է մեծ էկրանից նայեն, քան այդ փոքր հեռախոսից։ Նույն էլ չասեմ, ես միշտ այդ օրինակը բերում եմ, ասում դե
Instagram-ում Բալիկ ջան, դու ինչ ես նայում։ Եթե նայում ես ով ինչ կերավ, հագավ ու ինչ կներեք հիմարություն արեց, իհարկե դա պետքա սահմանափակել, բայց եթե դա քո համար էսպես զարգանալու, դպրոցի հետ կապված, ասենք ինչ որ ծրագրերի հետ կապված է, իհարկե արա։ Բայց շատ դժվար է իհարկե այդ գայթակղությունը բոլորս ունենք։ Իրոք մի փոքր պատուհան է, որով մենք մտնում ենք ամբողջ աշխարհից իրազեկվելու։ Բայց ամեն դեպքում դա լավ մեթոդ է, նախընտրությունը տալը եւ նախապատվությունը մեծ էկրանին, ոչ թե փոքր, եթե խուսափել չենք կարող։ Այսպիսի մի միֆ է թե իրականություն չգիտեմ, դուք հիմա ինձ կուղեք, կարծիք կա, որ կարճատեսությունը վաղ տարիքում օգնում է հետագայում այդ տարիքային հեռատեսությունից խուսափելու։ Դա ճիշտ է, թե ոչ։ Իրականում միֆ չէ, բայց նայած ինչ թիվ։ Օրինակ տեսեք, եթե -1 է անձի մոտ, այդ էլի մեր հրաշք ոսպնյակից պիտի խոսենք։ 40-ից հետո մենք գիտենք, որ մարդիկ կրում են արդեն պլյուսային հեռատեսության ակնոց մոտիկը կարդալու համար։ Դա էլ կապված է այդ իմ ասած 20 դիոպտրիա հրաշք ապակուց, որտեղ ինքը արդեն տարիքի հետ, ոնց որ մեր մաշկն է կորցնում էլաստիկությունը, հեղուկը, մազնասպիտակում, նույնն էլ այդ խեղճ ոսպնյակը ամբողջ կյանք աշխատելուց հոգնում է եւ ասում է, ես չեմ կարող այսպես հեռու մոտիկ աշխատել, շատ ավելի դժվար է աշխատում, կարծրանում է եւ մենք արդեն պիտի դնենք խոշորացույց։ Օրինակ 40 տարեկանում +0.5-ն է, այդ մոտավոր սանդղակը 45-ում ասենք +1 եւ այսպես ամեն քանի տարին 1 0.5-ով ավելանում է։ Հիմա եթե անձը ունի ասենք -1, ինքը ամբողջ կյանքի ընթացքում հեռուն չի տեսնում, իրականում -1-ն էլ -5-ն էլ նույն ձևի վատ են տեսնում։ Իրենց տարբերությունը միայն իրենց ապակու հաստության մեջ է, որտեվ պատկերը դժվար է հասնում հատակին, մեկինը մի քանի միլիմետր քիչ, մյուսինը մի քիչ ավելի շատ, բայց միևնույնն է չի հասնում, չի բեկվում։ Դնում ենք ակնոց։ Հիմա, եթե մեր ոսպնյակը սկսել է արդեն ծերանալ եւ պահանջում է +1, ներսի -1-ը ձեր 40 տարեկանում դեռ կոմպենսացիայի տեղ ունի մինչեւ 45, հնարավոր է 50։ Բայց ամբողջ կյանքում լավ չտեսնել շրջապատը եւ այսպես գեղեցկությունը չմբորշնել գարնանային գույները, որ հետո սպասենք։ Եվ ունեմ հիվանդներ, այսպես ասում են, մենք սպասեցինք, չեկավ այդ կոմպենսացիան։ Գոնե հանեք այս մինուսը, ես հանգիստ ապրեմ։ Իսկ ասենք -3, 4, 5 ունեցողի համար դա մի 100 տարեկանում հնարավոր է կոմպենսացվի, արդեն ոչ մեկին պետք չի։ Իսկ ինչպես եք վերաբերվում այդ արհեստական արդյունքների կիրառմանը կամ տարբեր մեթոդների եւ աչքի կաթիլների, որոնք շատ լավ արդյոք դրանք խնամքի մեթոդներ են, որովհետև կան նաև մեթոդներ, որոնք կարծես դոպինգային էֆեկտ են, չէ, ունենում աչքի համար, թե ոչ։ Տեսեք, կա մի քանի պատճառ աչքի չորության։ Նույն մեր գadget-ը, հա, կամ համակարգիչը, ընդունենք միշտ այդ օրինակը բերում են բանկային աշխատողները առավոտից մինչև երեկո կամ IT ոլորտը, հիմա բոլորը հիմնականում երիտասարդությունը կախված են համակարգչից։ Իրենք այսպես նայում են էկրանին, ուշադիր, որպեսզի թիվ բաց չթողնեն, տառ բաց չթողնեն, եւ այսպես քիչ են թարթում, կենտրոնացած հառած հայացք է, անկախ իրենցից, բոլորս ենք այդպես։ Եվ այդ պահին աչքի մակերեսը չորանում է, մենք քիչ ենք թարթում։ Նամանավանդ հիմա պարզվեց Հայաստանը դե գիտեինք, որ չոր երկիր է եւ այլն, խոնավ չի, օրինակ Իռլանդիան չի, որ խոնավ օդ է եւ այլն։ Պարզվեց հիմա աղտոտվածել է եւ օդափոխիչը կամ ջեռուցումը, դրանք բոլորը այդ չորացնող գործոններն են ու մեր չթարթող հայացքը։ Հիմա արհեստական արդյունքը, ասենք, եթե կաթեցնում ենք, մենք արտաքինից այդ խոնավեցումը ապահովում ենք։ Դա սովորույթ չի առաջացնում եւ դոպինգի խնդիր չի։ Ուղղակի երկու պատճառ կա, կամ աչքի արագ չորացումն է, կամ ասենք արդյունքի քիչ արտադրելու խնդիրը։ Դրանք մի քիչ տարբեր են, բայց երկուսն էլ կոմպենսացվում են նման կաթիլներով։ Կան իհարկե, եթե դա դառնում է քրոնիկ չորության սինդրոմ, ինքը կոչվում է ցիվիլիզացիայի հիվանդություն, աչքի չորության ախտանիշը, կա իհարկե ապարատային նաև բուժում, բայց դա արդեն մի քիչ խորացած դեպքերում հնարավոր է մի քանի սեանսով այդ խնդիրը հանել։ Եվ վերջում մի փիլիսոփայական հարց, վստահ եմ ձեր պրակտիկան թույլ կտա այս դիտարկումը կամ ընդունել կամ հակադարձել դրան, հոգեսոմատիկ գործոն կա կարճատեսության մեջ, կան արդյոք ինչ-որ հոգեբանական մեխանիզմներ, որոնք այնպես են անում, որ մարդու տեսողությունը քիչ-քիչ վատանա, թե դա միայն ֆիզիոլոգիական խնդիր է։ Տեսեք, հոգեսոմատիկից սկսվում է ամեն ինչ,
Հա, մարդ կարող է լինել առողջ, բայց իր այսպես ներքին խնդիրների պատճառով իրեն հիվանդ սարքել եւ ֆիզիկական հիվանդությունն էլ այսպես կարող է համընթաց գնալ հոգեվիճակին։ Բայց առաջինը ինչ պիտի ասեմ կարճատեսության պահով ինքը շատ ավելի ոչ թե պատճառ է հանդիսանում ֆիզիկականի, սա իրոք ֆիզիկականի հետ է կապված։ Կա չէ, այսպես խոսք, որ շատ կարդացող երեխա է դրա համար ակնոց է գրում, երևի խելացի է, որ ակնոց է գրում։ Իրոք դրա մեջ կա որոշ բան, որովհետև ես ասացի, այդ մոտիկի աշխատանքն է։ Մոտիկն էլ այսպես չես կարող, չէ, ասենք, չգիտեմ, բրինձ համբարելուց այսպես աչքերդ վատացնել, երևի կարդում ես կամ նկարում ես կամ ինչ որ մի բան։ Այդ խնդիրի հետ կապված իրոք խելացի երեխաները մի քիչ ավելի կարդացողները կարող է, բայց ես միշտ հիվանդին ասում եմ, դու ավելի լավ է լինես խելացի կարճատես, հետո վիրահատենք ազատվես ակնոցից, քան լինես լավ տեսնող, բայց ոչ այդքան։ Միևնույնն է, այդ կարճատեսությունը թե սկսվել է քո աճի հետ պիտի արագանա։ Միակ բանը, որ այսպես հոգեվիճակի հետ կարող եմ ասել, դա բարդույթն է, ակնոց կրելը։ Ուղղակի մի շրջան կա, որ մինչև հասունանալը պիտի կրել կամ կոնտակտային ոսպնյակ, եթե չկան ալերգիկ ռեակցիաներ, խնամքի հետ խնդիր եւ այլն, դե մի հատուկ տարիքից 13-14-ից գոնե, ոչ ավելի վաղ։ Եվ կրել ակնոցը, որպեսզի աչքը չծուլանա։ Մենք չխոսեցինք ծույլ աչքից, շատ հետաքրքիր բան է դեռահասների երեխաների մոտ։ Այսպես հենց տան վիճակում, այսպես ձեր մոտ կարող եք ձեր երեխաներին հենց հիմա ստուգել։ Մի աչքը փակում է, բալիկը նայում է հեռուստացույցին եւ մյուս աչքով է նայում։ Եթե ինքը տեսնում է նույնությամբ, շատ ավելի լավ։ Երբեմն լինում է կորցրած ժամանակ, երեխան ապրում է երկու աչքով, ու ինքը չգիտի, որ իր մի աչքը ծույլ է։ Եվ այդ դեպքում պիտի իհարկե ծույլ աչքի վրա աշխատել, ու դա կարճատես աչքը չի։ Ծույլ աչքը հիմնականում լինում է կամ հեռատես, կամ խառը տիպի ասթիգմատիզմ։ Նման աչքերը երբեմն ծնողը կապում է, ջեր մեծ երեխան վայր ընկավ ու շլեց աչքը։ Այնինչ երեխան ի սկզբանե ուներ ցածր տեսողություն, ծույլ աչք, եւ դա պատճառ չդարձավ ընկնել, այլ դրդապատճառ էր, որ այդ իր չտեսնող աչքը արդեն չկարողանա ֆիքսի գլխուղեղի միջոցով։ Այո։ Եվ հենց այս պատճառով էլ բարբերական ստուգումները շատ կարևոր են։ Շատ շնորհակալ ենք Բժիշկ Բեկիրսկա, որ մեզ հետ սկսեցիք օրը։ Միշտ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում։ Իսկ մենք արդեն շարժվում ենք առաջ, որովհետև Առավոտ լուսոյի եթերում դեռ շատ հետաքրքիր թեմաներ կան։